Լորի հեռուստաընկերության եթերում Impulse podcast-ն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք նժար սահմանադրական շարժման ղեկավար վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցին, երբեք դառնում քաղաքական ուժ, բարև ձեզ։ Ողջույն, ես կարծում եմ, որ մենք արդեն դարձել ենք քաղաքական ուժ, արդեն դառել են գործոն ու ինչից եմ դա կռահում, որովհետև սկսել են մեսիջներ գալ, անհանգստություններ, այդ թվում նաև որոշ ԿՊԱ-ական падգամավորներ սկսում են ինչ-որ թեմաներ արծարծել, ենթադրում եմ, որ ավելի խորն են փորձել չփորել նաև մեր վրա, մեր թիմի անդամների վրա կոմպրոմատներ, այսպես ասած, գտնելու համար չեն գտել, դրա համար ինչ-որ անիմաստ թեմաների շուրջ տենց գրառումներ են անում, ասելա թե մենք արդեն իրենց համար որոշակի իմաստով գլխացավանք ենք դառել։ Շատ դժվար է, այսպես կոչված նախկին ուժերին բավականին դժվարություն իրանք ունեն եւ հիմք կա այդ դժվարությունների, որովհետեւ իրենց անցյալը մեղմ ասած այդքան էլ մաքուր չի եղել, որովհետեւ ամեն անգամ երբ որ հարց են բարձրացնում, շատ դեպքերում շատ ճշգրիտ ձևակերպած հարց են բարձրացնում, ԿՊԱ-ականները դրա պատասխանը ունեն, բա ձեր ժամանակ, բա դուք, բա ձեր կոռուպցիան, բա ձեր դաչաները, բա ձեր ունեցվածքը, բա ձեր ազգային պարկերում տները ու կալվածքները ու մնացած ամեն ինչը, ոնց հասկանում եք, դեռ չեն կարողացել ոչինչ գտնել եւ չեն էլ գտնելու իրականում այդպիսի մեղադրանք մեզ շպրտելու համար, հետեւաբար իրանք բավական լուրջ խնդիր են տեսնում մեր գոյության մեջ, մաքուր ուժերը, ազնիվ ճանապարհ անցած մարդիկ իսկապես խնդիր են իրենց համար։ Բայց այսօր արդեն իրենք ունեն խնդիրներ դաչաների, տների եւ այլն, մասնավորապես օրերս հենց քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի հետ է այդպիսի աղմուկ բարձրացել, կապված շուկայականից անհամեմատ էժան գներով առանձնատուն ձեռք բերելու հետ, տեղյակ եք։ Լսել էի եւ ես հետևում եմ հետաքննող լրագրողներին եւ շատ շնորհակալ եմ իրականում այն լրագրողներին, այն թիմերին, որոնք ինչպես որ աշխատել են նախկինում, նույն տրամաբանության մեջ, ազնիվ աշխատում են այսօր, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Մարդիկ, հասարակությունը, մեր ժողովուրդը պիտի լսի կոնկրետ դեպքեր, իրադարձություններ, որպեսզի իրական պատկերացում ունենա։ Թե չէ տպավորությունը ասում այ նախկինները թալանում էին, լավ Նիկոլ եկավ, թալանի դեմը առավ, շուտ չառավ, ուղղակի տեղավորվեցին այդ կոստյումի մեջ։ Այդ նույն կոստյումը հագել են իրանք, այդ նույն համակարգի մեջ տեղավորվել են Նիկոլենք, այդ նույն գործիքակազմը օգտագործում են Նիկոլենք, ոչ մի տարբերություն իրանց մեջ չկա։ Իրականում միակ տարբերությունը նա էր, որ նախկին իշխանությունները երբեք մեզ խոսք չեն տվել ժողովրդավարություն, երբեք մեզ խոսք չեն տվել պաշտպանված մարդու իրավունքներ, երբեք մեզ խոսք չեն տվել, որ կոռուպցիան հիմնահատակ, ոնց էր ասում, համակարգային կոռուպցիան վերացնել են, չէ՞ խոսք տվել, ասել են դե հա կոռուպցիա կա, պայքարում ենք, դե բան ենք անում, հա։ Համենայն դեպս չեն ստել։ Այս իշխանությունը եկավ հենց այդ լոզունգներով, հիմա կա համակարգային կոռուպցիա։ Միանշանակ ես պնդում եմ, որ կա։ Օրինակ, տեսեք, մեզ համար օրինակ Սամվել Կարապետյանը քաղաքական ապանյենտ է, այսինքն քաղաքական մեր հակառակորդն է։ Իրենք էլ ունեն քաղաքական հավակնություններ, բայց ես համարում եմ, օրինակ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը դա հենց այդ նույն համակարգային կոռուպցիայի արդյունք է, որովհետև երբ որ օրվա վարչապետը անազգան էական չի, գրում է հրահանգներ է տալիս իր Facebook-յան էջում ու դրան հետևում են ամբողջ մի քանի համակարգերի սահմանադրականորեն անկախ ենթադրյալ համակարգերի, հա, դատախազության գործողությունները, քննչական մարմինների գործողությունները, դատարանների գործողությունները եւ այդ գործողությունները հակաիրավական են, հակասահմանադրական են, դա նշանակում է համակարգային կոռուպցիա։ Կոռուպցիան միայն կանխիկ փողը չի։ Ընտրությունները կեղծվում են։ Այն տարբերակով, որին մենք ականատես ենք եղել օրինակ 90-ական թվականներին, ասենք 2000-ական այդպես չի կեղծվում, բայց ընտրությունները դա միայն այդ քվեաթերթիկը գցելու մեջ չի, ընտրությունները շատ ավելի շուտ են սկսում, քարոզարշավի տեսակետից, լրատվական միջոցների հասանելի, ես կարծում եմ, որ այո, սկսվել են, հենց հիմա արդեն սկսվել են ընտրությունները, շատ ավելի վաղ են սկսվել Նիկոլ Փաշինյանի համար, ինքը վաղուց պատրաստվում էր ընտրությունների, ի տարբերություն քաղաքական այն ուժերի, որոնք շատ վաղուց են ստեղծվել, երկար տարիների պատմություն ունեն, իրանք կարծես թե տենց ինչ-որ սպասման վիճակի մեջ են, բայց Նիկոլ Փաշինյանը վաղուց է սկսել ընտրությունները եւ ինքը օգտագործում է, ես ասեմ, որ այս ընտրությունները լինելու են իմ կարծիքով ամենասարսափելին, որը մենք տեսել ենք սպասվող ընտրությունների մասին է խոսքը, ամենասարսափելին, որը մենք տեսել ենք մեր երկար 35 տարիների ընթացքում։ Ինչու այդպիսի վստահություն ունեք, շատ բաց, որովհետեւ արդեն իսկ կան կալանավորված քաղաքական հակառակորդները
նույն տրամաբանության մեջ Սամվել Կարապետյանը օրինակ հակառակորդ է Նիկոլ Փաշինյանին, ոչ միայն մեզ։ Եվ Սամվել Կարապետյանի կալանավորումը ոչ բառացիորեն ոչ մի բանի դիմաց դա ուղիղ քաղաքական հետապնդում է։ Այսինքն ինքը արդեն այդ գործիքակազմը օգտագործել է։ Մյուս գործիքակազմը, որը արդեն հայտարարել են, որ օգտագործելու են, նաև քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ են սկսել դրա մասին ակնարկել, որոշ կուսակցությունների փակումը, որոշ կուսակցությունների չգրանցումը, եւ դա իրենք պատրաստվում են անել շատ հստակ եւ դրա մասին հայտարարում են։ Ես մի անգամ բառացիորեն մեջ բերել եմ քաղաքասարակության անունից հանդես եկող, բայց ինձ թվում է այլևս քաղաքասարակություն չներկայացնող Դանիել Հովհաննիսյանի զրույցներից մեկը, որտեղ պատմում էր, թե ինչպես Կարպիս Փաշոյանի հարցազրույցի մեջ, բառացի չեմ մեջ բերում, բայց իմաստը հետեւյալն էր, որ Դանիել Հովհաննիսյանը ներկա գտնվել մի հանդիպման, որտեղ քննարկել են արդյոք Դաշնակցություն կուսակցությունը պետքա փակել, թե պետք չի փակել, եւ շարունակություն հետևյալը, որ մասնակիցներից մեկը ասել է, եթե փակենք իրանց ռեյտինգը ավելի շատ կբարձրանա։ Ես մի հատ շատ պարզ հարց եմ տալի։ Այս երկրում ով կարա կուսակցություն փակի, բացի իշխանություններից։ Ոչ մեկ։ Լրատվականները չեն կարա, քաղաքասարակությունը չի կարա, ասեք, փաստաբանների պալատը չի կարա, գյուղատնտեսության, չգիտեմ, զբաղվող ՀԿ-ները չեն կարող, ոչ մեկ չի կարող, միայն իշխանությունը կարող է փակի։ Այսինքն նաև քաղաքասարակության ներկայացուցիչները մաս են դարել ԿՊԻ կուսակցության եւ մասնակցում են քննարկումների, որտեղ որ խոսում են ինչ որ կուսակցություններ փակելու կամ չփակելու մասին։ Նորից ես Դաշնակցության մոլի երկրպագու երբեք չեմ եղել, ինձ դժվար է պատկերացնել այդ համակարգի հետ։ Ես հարց չեմ եղել իրենց բազմաթիվ որոշումների ու հայտարարությունների հետ, բայց երբ որ խոսում են հակասահմանադրական գործողությունների մասին, երբ որ մի խմբակ որոշում է ինչ որ կուսակցություն լինելու է թե չի լինելու, սա կոչվում է դիկտատուրա։ Մենք այլևս ապրում ենք դիկտատորական ռեժիմում, սա սարսափելի երևույթ է եւ գնալով գործիքակազմը ավելի խստանալու է։ 2 ամիս է ակտիվ, կարելի ասել, քաղաքականության մեջ եք արդեն 2 ամիս։ Եվ քաղաքասարակությունից միանգամից քաղաքականություն։ Նինա ջան, ուզում եմ հարցնել, այս 2 ամսվա մեջ ձեր նկատմամբ որպես քաղաքական հակառակորդ իշխանությունը որևէ ճնշում, որևէ լավ խնդիրներ ստեղծել է ձեզ համար։ Առայժմ ոչ, որովհետև, ինչպես սկզբում ասեցի, իրենք որոնման փուլում են, իրենք որոնում են։ Ձեզ հակառակորդ չեն տեսնում։ Չէ՞ որ դուք նոր ասացիք քաղաքական հակառակորդների նկատմամբ որոշակի ճնշումներ եւ քաղաքական կոռուպցիան է կիրառվում, չէ՞։ Ես կարծում եմ սկզբնական շրջանում գուցե եւ չեն տեսնում, բայց հիմա զգում են աճող ազդեցությունը, հնարավորությունները եւ անշուշտ ես ավելի քան վստահ եմ, որ մեզ բոլորից գաղտնալսում են, ես վստահ եմ, որ մենք բոլորս հետ ԱԱՑ-ի ուշադրության ներքո ենք գտնվում, որովհետեւ այսօր ԱԱՑ-ն ազգային անվտանգությամբ զբաղվելու փոխարեն զբաղվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապանյենտներով։ Հարցը հետեւյալի մեջ է, ինչ կարան գտնեն, ինչ կարան, այսպես ասած, կամպրոմատ գտնեն, որ բերեն դնեն ու ինչ որ պահանջներ ներկայացնեն կամ ինչ որ ճնշումներ գործադրեն։ Բայց դա իհարկե չի խանգարելու իրանց հորինել, ինչպես առանձին դեպքերում մարդիկ ուղղակի ես ուզում եի ձեզ հարցնել, դուք խոցելի եք այդ առումով։ Ես կարծում եմ մեր ընտրությունը տեխնացուի ընտրելու հիմքում նաև դա է դրված եղել։ Մենք շատ երկար ենք քննարկել հարցը, թե ում կարելի առաջադրել տեխնացու եւ փորձել ենք ընտրել մարդու, ով նվազագույն խոցելիություն կունենա, որովհետեւ մարդ պիտի այնպես ապրի իր կյանքը, որ ոչ մարդկայնորեն ամանչի ուրիշի աչքերին, դիմացին աչքերին նայելուց, ոչ էլ խոցելի լինի։ Եվ իրավապաշտպանությամբ զբաղվելը ոչ թե գիտեք գրանտների համար իրավապաշտպանությամբ զբաղվելը, այլ իսկապես իրավապաշտպանությամբ զբաղվելը, մարդկանց համար գնալ կռիվ տալը, արդարադատության ամբողջ համակարգի դեմ դուրս գալը, դու պիտի լինես անխոցելի։ Այսինքն ես իմ, այսպես ասած, նախորդ կյանքում էլ պիտի լինեի անխոցելի, ես իմ ստրախովկիքը ընդեղ էլ պիտի տեսած լինեի, այսինքն ես պիտի ապրեի այնպիսի կյանքով, որը հնարավորություն չէր տալ ինձ շանտաժի ենթարկել, իմ բերանը փակել, իմ դեմ քրեական գործեր հարուցել։ Անշուշտ դա չի նշանակում, որ որևէ պահի իրենք չեն կարող նկարել ինչ-որ մի բան, կարող են նկարել, այլ Ստալինյան ռեժիմի ժամանակ ասում էին մարդը լինի, մենք քրեական գործ ու հոդվածը կգտնենք, այն նույն տրամաբանությամբ այս իշխանությունն է աշխատում։ 2 ամիս է ինտենսիվ մեդիաներում եք, հարցազրույցներ եք տալիս, կարծես թե ժողովրդավարական երկրին բնորոշ մեդիա սպասարկում
Հա, դուք այդպես եք կարծում, եւ ուզում եմ, այո, ուզում եմ հարցը շարունակել, արդյոք այսօր կա այն խոսքի ազատությունը, որին տարիներ շարունակ ձգտել ենք, հասել ենք արդյոք դրան եւ դուք տեսնում եք, որ մեդիաները անկախ են։ Մենք շատ լուրջ անկում ենք ապրել այս հարցում, որովհետև շատ այս աստիճանի բևեռացված եւ շատ խիստ կուսակցականացված, ես կասեի, մեդիաներ մենք երևի թե, չգիտեմ, ունեցել ենք թե չէ, արդեն չեմ էլ։ Այո, բևեռացված ավելի շատ։ Ավելի բևեռացված, քան երբևէ։ Մի մասը նախկինների լրատվական միջոցներ են իրենց ֆինանսներով ապրող, մի մասը ԿՊ-ականներ են կամ մերձ ԿՊ-ականներ են եւ հատուկենտ այն մի ձեռի մատերի վրա երևի կարելի է հաշվել անկախ մեդիաները, որոնք իրենց հերթին են խնդիր ունենում։ Իրենք խնդիր ունեն հենց իրենց անկախության պատճառով։ Օրինակ դուք, ես չեմ կարծում, որ օրինակ ձեզ շատ մեծ ֆինանսավորում կառաջարկեն, եթե դուք չընտրեք կողմերից որևիցե մեկը։ Եվ դուք ցավով եմ ասում, բայց կար ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունում դոնորները ֆինանսավորում էին հատկապես անկախ մեդիաներին, որոնք կարողանում են այդ պարիտետը, այդ հավասարությունը կարողանում են պահպանել եւ adekvatությունը ամենակարևորը, հա, համաչափությունը, իրենց adekvatությունը կարողանում են պահպանել։ Այսօր ցավոք սրտի ես վստահ չեմ, որ մեդիաներին հենց այդ տրամաբանության մեջ են ֆինանսավորում։ Նույն տրամաբանությամբ, ինչպես որ քաղաքասարակության, օրինակ իրավապաշտպան կառույցներին ֆինանսավորումը, ես քանի որ այդ ոլորտը գիտեմ, ենթադրում եմ, որ նույն տրամաբանությամբ նաև լրատվական կայքերի հետ կապված խնդիր կա։ Մեզ օրինակ իշխանությունների գործողությունները քննադատող, ըստ էության քննադատող, այնպես չի, որ մենք հիմք չունենք քննադատելու, ուղղակի խոսում ենք խոսելու համար։ Մենք խոսում ենք ըստ էության կոնկրետ դեպքերով, իրադարձություններով, անուններով, եւ մենք բավականին լուրջ խնդիր ունենք որպես հասարակական կազմակերպություն, որպես Եվ առհասարակ իրավապաշտպանությունը։ Ես միշտ իրավապաշտպանությունը համեմատել եմ, այսպես իմ մեջ ես մտածել եմ, որ շտապ օգնության էֆեկտի, այսպես որ պատկերացնում եք երկիր, քաղաք, համայնք, որ չունենա շտապ բուժօգնության ծառայություն, նույնը իրավապաշտպանությունն է եւ իրավիճակներ են ստեղծվում, որ զանգում ենք շտապ օգնություն իրավապաշտպան կազմակերպություններին, որովհետև պետական կառույցները հենց իրենք են խնդիր ստեղծել, իրենց դեմ ենք կանչում իրավապաշտպան կառույցներին, փաստաբանական ծառայությունները օրվա հետ կապված խնդիր լուծելու համար բարդություններ կան, ֆինանսական խնդիրներ կան, հատկապես հիմա շատ թանկ են փաստաբանական ծառայությունները, բայց իրավապաշտպանները կարծես անշահախնդիր վճարման որևէ խնդիր չի առաջացել, միշտ կանգնել են տուժողների կողքին եւ քրեակատարողական հիմնարկներում եւ շարժումների, ցույցերի ժամանակ այսօր ինչ վիճակում է իրավապաշտպանությունը Հայաստանում, դուք շատ եք խոսում այս մասին, բայց ես այս տեսանկյունից եմ ուզում խոսել, եթե լինեն ինչ-որ պրոցեսներ երկրում, արդյոք մենք ունենք բավարար իրավապաշտպան կառույցներ, այդ ինստիտուտը, որ եթե հիշում եք, մեկը գնում էիք մի քրեակատարողական հիմնարկ, մյուսը գնում էիք կենտրոն ոստիկանություն, մյուս եւ ամեն տեղ այսպես ցանցային, նույնիսկ իրար հետ հաճախ չպայմանավորված, բայց օգնում էիք մարդկանց, հիմա նույնը կա։ Ես հիշում եմ, ես իմ կյանքի կեսը անցկացրել եմ քրեակատարողական հիմնարկներում կամ ոստիկանության բաժանմունքներում կամ դատարաններում։ Օր ու գիշեր, որովհետև եթե կալանք էր լինում, մենք նշանակում է ամբողջ գիշերել ենք այնտեղ լինում, ու իսկապես աշխատում էինք որպես մի ցանց, որպես մի թիմի նման էինք աշխատում, թեև տարբեր քաղաքներում էինք ապրում, այդ աստիճանի սինխրոնացված էր մեր աշխատանքը, այսօր ցավոք սրտի դա չկա, որովհետև այդ թվում նաև տարբեր իրավապաշտպաններ այսօր բառացիորեն իրականացնում են, լավ հələ չասեմ իրավապաշտպան գործունեությունը դադարել են որպես այդպեսին իրականացնել, որտեղ տարբերակված մոտեցում են դնում։ Իրավապաշտպանի համար կապ չունի դու կիսում ես այդ խմբի քաղաքական հայացքները, թե չէ, բացարձակ։ Ես ունեցել եմ բազմաթիվ իմ գործընկերներ ունեցել եմ բազմաթիվ պաշտպանյալներ, որոնց քաղաքական հայացքները, կրոնական հայացքները, սեռական նախասիրությունը բացարձակ չեն կիսել, բայց մենք հասկացել ենք, որ կա իրավունքի խախտում եւ գնացել ենք այդ խնդրի հետևից։ Նույն ձև վարվում էին մեր
մնացած գործընկերները։ Ցավոք սրտի, այսօր ես նայում եմ, լսում եմ մարդկանց, ովքեր ապշած եմ ուղակի, որովհետև խոսում են օրինակ, որ այսինչ գործով իրենք կարող են արձագանքել, այսինչ իրավիճակում իրենք չեն պատրաստվում արձագանքել, որովհետև այդ մարդկանց քաղաքական հայացքները չեն կիսում։ Ժողովրդ իրավապաշտպանությունը այդպես չի լինում։ Իրավապաշտպանությունը իսկապես ոնց որ բժշկի աշխատանք լինի։ Երբ որ բժիշկը մոտ գալիս է պացիենտը, ինքը չի հարցնում, դու որ կուսակցությունից ես։ Դու կարող ես նախկիններից ես, այ ես քեզ չեմ օգնելու, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև իրավունքը ընդհանուր է բոլորին։ Ու կապ չունի այդ նախկինները իրեն ժամանակին այդ նույն բնույթի խախտում ու հանցագործություն արել են, թե չէ։ Այսինքն ապօրինի հրամաններ տվել են, թե չէ, դա էական չի։ Մենք ինչ որ պահի դա պիտի կանգնեցնենք, ես վախենում եմ, իսկապես անհանգիստ եմ, որովհետև բացի նրանից, որ իրավապաշտպանները չունեն բավարար իսկապես նվիրված իրավապաշտպանները չունեն բավարար ֆինանսավորում այդ ապահովելու ընտրություններին ընթառաջ եւ ընտրություններից հետո process-ներ կալանավորված ձերբակալված մարդկանց աջակցություն ցույց տալու մենք մի ուրիշ խնդրեմ ենք բախվել։ Ուրեմն իրավապաշտպանների գործունեությունը դա անվճար քաղաքացու համար անվճար էր, դա շատ կարևոր, իսկապես կարևոր process է, որտեղ ոստիկանությունում հայտնված մարդիկ իսկապես նախ այդ հրատապության շրջանակներում հետո բոլորը չի որ ֆինանսական հնարավորություն են եւ իրավապաշտպանները գալիս էին անվճար ծառայություն են մատուցում։ Այս իշխանության օրոք փոխվել է օրենքը եւ այդ օրենքի փոփոխության արդյունքում կապ չունի դու անվճար ես ծառայությունը մատուցելու, թե վճարովի։ Իրանք ունեն մոտավոր իրենց պատկերացումները, թե ինչ արժեն այս ծառայությունները, շուկայական գին են հաշվարկել ինչ որ, եւ ասում են այս 20%-ը սրա դու պիտի տանես 20 թե ավել կարծեմ տոկոսը, պետքա գնաս վճարես ու կապ չունի դու ձրի ես անում այդ գործը թե չէ։ Սա ես այն ժամանակ ասում եի, սա եւս այն քայլերից մեկն է, որը նախապատրաստվում են ընտրությունների, որ եթե լինեն փողոցային ակցիաներ, եթե լինեն ձերբակալվածներ, եթե լինեն նախընտրական, հետընտրական ինչ-որ process-ներ, ոչ մի փաստաբան հնարավորություն չունենա գնա մասնակցի եւ անվճար աջակցություն ցուցաբերի մարդկանց։ Սա այդ մտածված, ես դրա համար եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց էր պատրաստվում ընտրությունների։ Ու սա այդ էլեմենտներից մեկն էր, որպեսզի մարդիկ անպաշտպան տպավորություն ստեղծի, որ մարդիկ անպաշտպան են մնալու։ Եթե հանկարծ հայտնվեն ոստիկանությունում։ Կարելի է ընդհանրել, որ ժողովրդավարական արժեքներից հետ ընթաց են կապրում։ Շատ մեծ ընդհանուր։ Տեսեք, ցանկացած իշխանություն հակում ունի ժողովրդավարական գործընթացներից հետ գնալու։ Ովքեր են, որ կասեցնում են այդ process-ը, դա այն կուսակցություններն են, որոնք ժողովրդավարության կողմնակիցներն են, հա, ժողովրդավարության արժեքների կրողներ պիտի լինեն, քաղաքասարակությունն է, իրավապաշտպանությունը։ Մի հատ տեսեք այսպես կոչված լրատվամիջոցները, որոնք բացառիկ այդ լուսաբանումը իսկապես բացառիկ կարևորություն ունի, որովհետև շատ դժվար է, օրինակ Վանաձորում տեղա դեպքա տեղի ունենում ու մենք օրինակ չգիտեմ, Տավուշում ոչ մեկս դրա մասին կամ Երևանում դրա մասին ոչ մեկս չենք իմանալու, եթե չլինի լրագրողների աշխատանքը։ Եվ ես նայում եմ ինչ պայմաններում են այսօր աշխատում, ինչ հարձակումների ներքո են աշխատում լրագրողները, այն մանր-մունր sense փոճուր քիփիլի աղջիկ երեխեք են ասում ու օպերատորների վրա ինչ հարձակում է տեղում, դա խայտարակություն է ուղղակի։ Ինչ ունենք մենք այսօր։ Ուրեմն արևմտամետ իրանց կոչող քաղաքական ուժերը արդարացնում են բռնությունը, ճնշումները, հետապնդումներ, ասում են, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ ճիշտ է, այո, մենք բռունցքներով ենք պաշտպանում, մենք բռունցքներով պետք չի պաշտպանել, դրա համար օրենք կա։ Եթե խախտվում է օրենքը, խախտվում է սահմանադրությունը, դուք ժողովրդավարության կրողը չեք, դուք ուղղակի տեղավորվել եք այս պահին։ Տպավորությունը, որ իրենք անդադ շեշտում են, որ իրենք պաշտպանում են Հայաստանում գոյություն չունեցող ներկա Հայաստանում ինչ որ չարիքից, որի անունը Ռուսաստան է։ Ասենք Հայաստանում գործող քաղաքական ուժեր են նրանք 5 հոգի օրինակ համախմբված եւ ինչ որ պայքարում են մի ուժի դեմ, որը չկա Հայաստանում։ Տեսեք, ինձ շատ դժվար է մեղադրել ոնց են ասում ռուսաստրուկներ լինելու մեջ, ինչ որ տես բառեր են նոր բառեր են սկսել հորինել, հա մեղադրելու։ Նախ ցանկացած մեկը ով համաձայն չի Նիկոլ Փաշինյանի հանճարեղ կարկառոն ճակերտավոր մտքերի հետ, ինքը միանգամից Կրեմլի շպիոն է ու ագենտ, Գերեուի ագենտ, Լուբյանկայից դուրս եկած է, դեգեներատա։ Փաշինյանը ձեզ օրինակ, հա, իրանել են ասել, խնդրեմ։ Մեծ թվով մարդկանց փորձում են պիտակավորել։ Հիմա ես կողմնակիցը չեմ
եւ երբեք դժվար պատկերացնել, որ ես կողմնակից կլինեմ Ռուսաստանի հետ ավելի խորը հարաբերությունների, քան մենք ունենք այսօր։ Բայց այս տրամաբանության մեջ Ժորժյան, ինչքան որ արևմտամետությունը իրավունք ունի գոյության, նույն տրամաբանությամբ ռուսամետությունը իրավունք ունի գոյության։ Այլ խնդիր է, որ ցանկացած մեկին են թիրախավորում, ով իրենց ուղակի սրտով չի խոսում, իրանց վարչապետի այդ գրառումների համապատասխան ելույթներ չի ունենում։ Գուցե այս ամեն ինչ գալիս է 20 թվականի պատերազմից, Ռուսաստանի համենայն դեպս դիրքորոշումից, դիրքորոշումից միանշանակ։ Ոչ միայն սխալ, այլ հանցավոր դիրքորոշումից։ Մենք ունենք հետևյալը, բոլոր ստատիստիկաները ցույց են տալիս, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը 20 թվականի պատերազմից հետո խորը հիասթափություն ապրեց Ռուսաստանի Դաշնության վարքից եւ հիմք ուներ եւ իրավունք ուներ այդպիսի վերաբերմունք ունենալու, որովհետեւ այդքան նվիրված ինչքան Հայաստանի Հանրապետությունն ա եղել, այդ թվում նաեւ Հայությունը, Հայաստանը, օրվա բոլոր իշխանությունները նախկին ներկա այդքան նվիրված ինչքան եղել են իրանք, ոչ մեկ Ռուսաստանին այդ աստիճանի նվիրված չի եղել։ Հանուն արդարության եկեք ասենք, որ դա միշտ է այդպես եղել։ Ճիշտ է, սխալը դա ուրիշ հարց է։ Բայց երբ որ չի լինում այդ արձագանքը, այդ process-ը, հա, աջակցությունը ոնց է ասում, պարտավորությունների իրականացումը փաստաթղթավորված այնպես չի, որ մենք Ռուսաստանից տիեզերանավեր ենք ուզել։ Մենք Ռուսաստանից խնդրել ենք պարտականությունների կատարում, որը չի կատարվել։ Հիմա մեր հասարակության ճնշող մեծամասնությունը բոլոր հարցումներով կողմա դեպի արևմուտք գնալու։ Ну, չգիտեմ, վերջում ոնց կքվեարկեն, բայց արևմտամետների թիվը էականորեն ավելացել է։ Եվ Նիկոլ Փաշինյանը այդ դա զգալով ուղղակի ինքը կարողանում է լավ զգա։ Ինքը ունի դրա իսկապես տաղանդավոր այդ իմաստով եւ գուցե եւ բաներ ունի, կուրատորներ ունի, որոնք օգնում են, այո, այդ PR-ի վրա շատ լավ աշխատում են, այդ տվյալները, որոնք մենք ունենք, բնականաբար իրանք էլ ունեն, կարողանում են շատ ճիշտ օգտագործել։ Ինքը փորձում է այդ բաժանում անի, իբր ինքը Եվրոպամետն է, արևմտամետն է։ Առավոտյան ինքը Մոսկվայի փողոցներում հեծանիվ էր քշում եւ լայվ արեց, հեծանիվ քշելով ուղիղ եթերում, ասաց 26 կիլոմետր Մոսկվայում հեծանիվ եմ քշում, դա ինչ է կարծում, դրական ազդակ չի դեպի Ռուսաստանը։ Դա ճշմարտության ոնց որ մի մասն է, իրականության մի մասն է, մյուս մասը հետեւյալի մեջ է։ Եվ երեկոյան Բելիե Ռոզի երկեց եւ սրտիկ ցույց տվեց, հա, չգիտեմ, իրականության մյուս մասը հետեւյալն է, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ գտնվում էր Գերմանիայում։ Գերմանիայում կնքեցին համաձայնություններ, ինչ որ համագործակցության ճյուղաներ, ու դա ներկայացին որպես սուպեր արևմտամետության դրսևորում դեպի արևմուտք գնալու, դեպի Եվրոպա գնալու, տենց շատ մեծ քայլ, մեծ հաջողություն եւ իր ռոպագանդիստները դա բոլոր էջերում տենց ճոխ թանկ փորձում են վաճառել մեր ժողովրդի վրա, այնինչ հաջորդ օր ինքը վազելով գնաց Ռուսաստան, հիմա հարց է ծագում։ Ռուսամետը ով է ժողովուրդ, ասում կարող է Նիկոլ Փաշինյան, всё-таки դու ես այդ ռսամետը։ Եկեք մի հատ կողմնորոշվենք, Ժորժյան, ոչ մեկ այդ աստիճանի հաճախականությամբ չի այցելել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք, ինչքան Նիկոլ Փաշինյանը, այդ հաճախականությամբ, այդ մեղմ ասած այդքան մեզ համար հայկական կողմի համար ոչ ցանկալի process-ների չի մասնակցել, ինչքան Նիկոլ Փաշինյանը։ Ես էլ կարող եմ օրինակ բերել, օրինակ այն լարված քաղաքական իրավիճակներ էին, երբ Պուտինը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ եւ իզուր հայ ցուցարարները, հայ ժողովուրդը այդպես անվանում են։ Հա, պահանջում իր հրաժարականը, որ ինքը շատ խիզախ մարդ է եղել, հա։ Այո։ Եվ բազմաթիվ այլ դեպքերում նա ստացել է աջակցություն։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է իրականում բոլորին։ Ռուսաստանն էլ է ձեռնտու, Արևմուտքին էլ է ձեռնտու, Եվրոպային էլ, Միացյալ Նահանգներին, որովհետև մարդ, որը իր ամբողջ էությամբ փափուկ խաղալիք է, ու իրան ոնց ճմրթես տենց կարա ստանաս քո ցանկալի պրոդուկտը, ինքը շատ ձեռնտու է։ Որևէ դիմադրություն հայկական շահերի հետ կապված Նիկոլ Փաշինյանից իրանք չեն ստանում։ Եվ յուրաքանչյուրը հույս ունի, որ ինչ որ պահին կկարողանա իր համար իր շահերից բխող գործողություն պարտադրել ու ստանալ դրա պրոդուկտը։ Այստեղ միակ տուժողը դա հայ ժողովուրդն է, դա հայաստանցին է եւ գլոբալ իմաստով հայ ժողովուրդը, որովհետեւ կներեք, ասում է, կապերը կտրել Սփյուռքի հետ, եկեղեցու վրա հարձակում իրականացնել, Արցախի կորուստը, այս վերաբերմունքը մեր սիմվոլների նկատմամբ, մեր անցած մի քանի հազարամյա պատմության նկատմամբ, այս մարդը ամեն ինչին ոտնձգում է, այսինքն ինքը ներսը Ազրայիլ տեսքով է, հա, այն մաչո տեսքով է, դրսում ինքը փափուկ խաղալիք է։
Եվ իհարկե ինքը ձեռնտու է բոլորին, բացի հայ ժողովրդից։ Այս ձեզնից առաջ նախորդ հաղորդմանս հյուրս սովորական քաղաքացի էր, Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, երիտասարդ, որը ակտիվ քաղաքականությամբ է զբաղվել, հեղափոխական, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին իրենց գյուղ է հրավիրել, այսպես հիմա ասում է հիասթափված եմ, ասում եմ կա կոռուպցիա համակարգային, ասում է ոչ եւ այլն, բայց տեսեք, ասում է սոցիալական արդարության խնդիր կա։ Ես այդ պատճառով եմ հիասթափվել, կա անվտանգության եւ արդարության խնդիր։ Շատ հետաքրքիր էր այս երկու կետերը եւ սա ասում է մարդ, որը որևէ քաղաքական հոսանքի մեջ հիմա չի, գյուղում իր համար ապրում է հանգիստ, բայց այդ որ ասում են ժողովրդի խոսքը, հա, հիմա դուք ինչ կարծիքի եք սոցիալական արդարություն եւ անվտանգություն։ Ձեզ ձեր հանդիպումների ժամանակ պիտի հարցնեն, պիտի խոսեն այս մասին մարդիկ, ժողովուրդը։ Սոցիալական արդարություն կա, հետընթաց է ապրել, թե նույն տեղում է, թե առաջընթաց։ Հետո կասեք անվտանգությունից։ Նախ ես անպայման կնայեմ Այո, կմիացնեմ կնայեմ անպայման, որտեղ այդ շատ հետաքրքիր է իսկապես, որտեղ շարքային քաղաքացի ճիշտ չի ասել, բայց քաղաքացիներին հաճախ չի որ հրավիրում են եթերներ ու շատ ճիշտ է կարել։ Նաև շնորհակալ եմ ձեր բանախոսից, որ կարողացել է իր մեջ ուժ գտնի, ընդունի, որ այն ինչին ժամանակին ինքը հավատացել է, ինչ որ պահի պարզվել է, որ սխալ է ու ինքը ուժ ա գտել իր մեջ չընկճվել դրանից ու շարունակել խոսել, խնդիրներ բարձրաձայնել, որտեղ շատեր ովքեր մասնակցեցին 18 թվականի այդ process-ներին, հիմա չեն ուզում ընդունել, որ իրանք սխալվել են։ Ժողովուրդ, մենք բոլորս սխալվել ենք, անսխալական մարդիկ առհասարակ չկան։ Հետևաբար ընդունենք, որ մենք սխալվել ենք, հիմա հաջորդ մեր քայլը, որպեսզի լինի ավելի մտածված, ավելի ճիշտ ընտրություն իրականացվի ու դա շատ կարևոր process է իրականում, որտեղ նաև մարդկանց մեղքի զգացում են առաջացնում, ասում են, այ որ դուք չլինեիք Ղարաբաղի հարցը սենց չէր լինես, չէ, տենց չի եղել։ Մարդիկ իսկապես դուրս են եկել փողոց, որովհետև արդարության խնդիր է եղել։ Գլոբալ իմաստով միայն սոցիալական արդարության խնդիր չի եղել։ Առհասարակ արդարության սկզբունքը խախտված է եղել։ Անվտանգության խնդիր այդքան չունեին 18 թվականին, բայց արդարության այդ նվաստացման, բացառվան բանը բոլորի մոտ կար եւ բոլորը արդարություն էին պահանջում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, բա ինչ էիք ուզում, տանեինք բոլորին պատերի տակ գնդակահարեինք ու սեփականություն զրկենք, չէ, դրան մասին ոչ մեկ չի խոսացել։ Մարդիկ ուզում էին, որ արդարությունը վերականգնվի, մարդիկ ուզում էին, որ այն համակարգերը հանցավոր, որոնք որ եղել են նախկինում, ոչ թե դուք գաք տեղավորվեք դրա մեջ ու սկսեք ձեր գործերը առաջ տալ։ Հիմա ձեր խնամի ծանոթ բարեկամների գործերը առաջ տալ, ձեր բարեկամները սկսեն բաներ, հա, շահել, մրցույթներ շահել, ինչ որ process-ների մասնակցել։ Խոսքը գնում է նրա մասին, որ բոլորի համար պիտի հավասար հնարավորություններ ստեղծեիք։ Այնպես չի, որ օրինակ հիմա հայտնի կերպարի եղբայրը ամբողջ կյանքը օրինակ ասֆալտի գործ է արել, մեծ մասնագետ, մեծ փորձ ունի, ասում ենք լավ Ժորժ ջան, հասկացանք հավասարությունը հավասար, բայց այս մարդը միշտ այդ գործը արել է, ինքը գիտի, փորձառու է, եկեք իրան վստահենք։ Դրա մասին չի խոսքը, ինքը 18 թվականի շատ կարճ ժամանակ հետո բացել է ինչ որ ՍՊ ու որոշել է, որ սրանից հետո սաղ բոները, տենդերները ինքն է շահելու։ Հիմա ձեր համար հասարակության համար ինչ տարբերություն։ Հերմինե Նաղդալյանի մարդն էր շահում սաղ տենդերների հետ, շինարարությունների հետ կապված, դե Ալեն Սիմոնյանի աղբերն է շահում տենդերը ասֆալտ անելու համար։ Տարբերությունը հասարակության համար որն է, ընդհանրապես չկա։ Բազմաթիվ այս իշխանությունները ամենահայտնին են մեկ աղբյուրից գնումներ կատարելու առանց մրցույթներ հայտարարելու մի աղբյուրից գնումներ կատարելու հարցում անգերազանցելի են, ոնց ասում, աննախադեպ են իրանք այս իմաստով։ Հետևաբար իհարկե չկա արդարության, սոցիալական արդարություն էլ չկա, առհասարակ արդարություն էլ չկա, արդարադատություն էլ չկա, պլյուս գումարվել է անվտանգության հարցը, որը իսկապես խնդիր է դառել։ Եվ այն լուծումները, որ ինքը առաջարկում է իբր որպես անվտանգության մեր ապահովում եւ ավելացում, բարձրացում, դրանք մեր անվտանգության կապ չունեցող process-ներ են։ Ամենայն հարգանքով բոլոր գիտնականների, որոնք փորձում են ինչ որ բան ունենալ, հա, մասնակցություն ունենալ այդ process-ների ու իրանց էլ որ հարցում ես մասնագետներին, ասում են, ինչես գնացել եմ, այս ինչ եք անում, ասում եմ, դե մենք թեկուզ պուճուր էլեմենտ փորձում ենք ավելացնել, բայց անվտանգության այսքան բան ավելանում։
Անվտանգությունը այսքանով չի լինում, ժողովուրդ ջան։ Անվտանգությունը պետք է լինի համակարգային։ Այսինքն անվտանգության հարցը, այդ թվում նաև խաղաղության հարցը, ինքը համակարգային լուծում է պահանջում։ Անվտանգությունը, այդ թվում նաև խաղաղությունը չի կարելի խնդրել եւ մուրալ։ Դու պիտի քո ներսում ունենաս այնպիսի համակարգ, եւ այդ համակարգը չի կարող միայն բանակի վրա դրված լինել, որպեսզի կարողանաս պաշտպանել քո ժողովրդին, քո անվտանգությունը, քո գյուղատնտեսությունը, քո զինվորից սկսած մինչև գիտնականները։ Սա այսպես է աշխատելու։ Եվ քո արդյունաբերությունը պիտի լինի այդ պաշտպանության համապարփակ անվտանգության համակարգի մեջ պիտի լինի, եւ գործարանները պիտի լինեն, եւ սննդային անվտանգությունը քո պիտի լինի։ Այսինքն այս համակարգը պիտի ներդրվի, որպեսզի մենք կարողանանք ունենանք իրապես ունենանք անվտանգություն։ Մի հարց, ընտրվել ես նկատի չունեմ եւ հենց վարչապետի նախարարին հերթին ազգային ժողովի падգամավոր նոր միայն հետոն ցույց կտա։ Ընտրվելու պարագայում եւ առհասարակ ձեզ համար որպես Նինա Կարապետյանց, տեսեք չեմ ասում իրավապաշտպան, չեմ ասում քաղաքական գործիչ, կա վերադարձ Արցախի հարցին, ինչու եմ սա հիմա հարցնում, նախորդ մեր հարցազրույցի ժամանակ չեմ հարցրել, որովհետև երեք նոր իրավիճակ ստեղծվեց, նոր հանրային քննարկում, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մենք պիտի արցախցիների հետ վերադարձի թեման փակենք եւ փակ է այդ թեման, եթե ուզում ենք, որ Ադրբեջանը այլևս Արևմտյան Հայաստան եզրույթը չօգտագործի, այսինքն հավասարության նշան դրվեց այս երկուսի մեջ։ Դուք ո՞նց եք նայում, արդյոք իսկ լավ տարածքի հետ կապված խնդիր համարենք փակված է, բայց արցախցիների բնական իրավունքը իրենց բնորաններ, իրենց բնակարաններ վերադառնալու եւ նաեւ սեփականության իրավունքները պաշտպանելու մի շարք հարցեր կլինեն ձեր օրակարգում, ո՞նց եք նայում այս խնդրին։ Կան հարցեր, որոնք անկախ նրանից, թե ով ինչ բնույթի որոշում կայացնի ու ցանկություններ ունենա, դրանք անքննելի են, որովհետև դրանք միջազգային կոնվենցիաներով ամրագրված իրավունքներ են։ Արցախցիները իրավունք ունեն ապրելու իրենց հայրենիքում, իրավունք ունեն պաշտպանել իրենց մշակութային արժեքները, որոնք մի քանի հազար տարվա պատմություն ունեն, իրավունք ունեն իրենց տներում ապրել իրենց սեփականությունը տնօրինելու եւ ելի բազմաթիվ այդ թվում նաև իրավունք ունեն ցեղասպանական գործողությունների չենթարկվելու, այսինքն դա միջազգային հատուկ կոնվենցիա է։ Եվ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ կարա թուղթ ստորագրի եւ այդ թեման փակի, այդ թեման չի կարող փակվել։ Այդ թեման փակվող թեմաների մեջ չի մտնում, անկախ նրանից դրա շուրջ համաձայնության կգան Պուտինը, Տրամպը, Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը իրեք տեղ կստորագրի, այդ թեման չի կարող փակվել։ Սա որևէ հարևան երկրի տվյալ դեպքում Ադրբեջանի դեմ ուղղված գործողություն չի, սա միջազգային կոնվենցիաներով ամրագրված իրավունքներ են, որոնք փակելու հնարավորություն ուղղակի չկա։ Այնպես որ ես չեմ պատկերացնում այս ովքեր են, որ համարում են, որ այս թեման կարելի է փակել, սա իսկապես հնարավոր չի փակել։ Եվ տարբեր միջազգային գործընկերներ շարունակում են այդ հարցը բարձրացնել, այո, շատեր ասում են, որ իրենց հետաքրքրություններից ելնելով նաև փորձում են այս հարցը շահարկել, չէ, սա շահարկման հարց չի, որովհետև ցեղասպանությունների կանխարգելման դեմ բոլոր այդ կոնվենցիաները, որոնք որ կան, հայտնի այս բոլոր կոնվենցիաներով յուրաքանչյուր երկիր պարտավոր է գործողություններ իրականացնել, կանխարգելելու ցեղասպանությունները եւ միջամտելու, եթե նման գործողություն ա եղել։ Եթե չկարողացան ժամանակին նպատակարար չգտան կամ ի վիճակի չէին միջամտել կանխելու համար արցախցիների նկատմամբ բառացիորեն ցեղասպանական գործողությունները, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցը այլևս ընդմիշտ փակված է լինելու։ Իրենք որպես պատասխանատու երկրներ, նաև ժողովրդավար երկրներ, իրենք իհարկե բարձրացնելու են այդ հարցը եւ հայկական կողմն էլ պիտի որ ճիշտ կողմնորոշվի եւ ճիշտ հետեւողական շարունակի խոսել այդ խնդիրների մասին, որովհետեւ դա ոչ թե պատերազմ հրահարելու մասին է կամ ինչ որ Ալիևի ցանկությունները բավարարելու կամ չգիտեմ հակադրվելու մասին է։ Սա ուղիղ հակառակը, սա հայկական կողմի անվտանգությունը ավելացնելու մասին է։ Հայցերից հրաժարվելը դա ոչ թե
խաղաղության գնալու ճանապարհն է, դա ուղիղ հակառակ ճանապարհն է։ Եթե դու չունես ձեռքիդ որևէ գործիք, որով կարող ես պատասխանատվության ենթարկել ցեղասպանական գործողություններ իրականացրած պետության ղեկավարին եւ ղեկավարությանը, դու որևէ հնարավորություն չունես պատերազմները կանխելու։ Խաղաղություն կարա լինի միայն մի դեպքում, եթե նորից վերադառնալով հարցին արդարություն։ Կողմերը պիտի զգան, որ սա արդարացի է։ Եթե չեն զգում, որ արդարացի է process-ը, այդ process-ը փակված համարել չի կարելի։ Եվ ճիշտ է, ասում ենք հիմա քարոզ արշավը արդեն սկսվել է, բոլորը զբաղված են այսպես հարցազրույցներ տալով, վարչապետը ավելի մեծ լսարաններ ունի, հանդիպումներ է կազմակերպում, մտավախություն չունեք, որ այն թուղթը, որի վրա 3 ստորագրություն է դրված եւ այդ թուղթը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, այդ թղթի միջոցով ինքը դարձյալ կհաղթի բոլոր ընդդիմադիրներին եւ դարձյալ Հայաստանում կձևավորի իշխանություն, այսինքն կշարունակվի քաղաքացիական պայմանագրի իշխանությունը։ Եթե նման մտավախություն չունենայի, ես հաստատ կշարունակեի զբաղվել իմ նախկին գործունեությամբ, որը շատ միշտ սիրել եմ։ Իսկ վատ է, որ այդ թուղթը կա եւ վրան գրված է խաղաղություն։ Ցավոք սրտի խաղաղությունը թղթի վրա չի գրվում։ Ցավոք սրտի խաղաղությունը դա միայն ստորագրված պայմանագրերը չեն, որովհետև պատմությունը գիտի, հիշում է եւ դա անհաշվելի թվով դեպքեր են, երբ մարդիկ թղթեր են ստորագրել, շատ ավելի խորքային փաստաթղթեր են, ավելի ծավալուն փաստաթղթեր են ստորագրում, բայց հետո այդ փաստաթղթերին հետևող չի եղել։ Դրա ամենավառ օրինակը կարա լինի օրինակ Ուկրաինան, որի տարածքային ամբողջականության երաշխավորներն էին Ռուսաստանը, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, որոնք այսօր համոզում են, մեկը գրավել է Ուկրաինայի տարածքների մի մասը, մյուսն էլ համոզում է, ասում է լավ, ինչ գրավել է։ Այդ ես էլ թղթի հետ կապված, ասեմ, արդեն հացահատիկի ներկրում կա Ադրբեջանից, նավթի ներկրում Ռուսաստանի փոխարեն նախընտրում է նավթ ներկրել Ադրբեջանից։ Տեսեք, բոլոր փաստաթղթերը, որոնք որ ստորագրվել են, դրանցից հրաժարվել լուրջ չի դրա մասին խոսելը, որովհետև այն փաստաթուղթը, որի տակ դրված է Միացյալ Նահանգների նախագահի անգամ ժամանակավոր, ինչքան որ կլինի, նախագահի ստորագրությունը, այդ տեսակ փաստաթղթերի հետ կատակներ չեն անում։ Մենք ստիպված ենք լինելու ընդունել այն պայմանները, որոնք կլինեն այդ պահին հողի վրա եւ դա ընդունելու ենք որպես ժառանգություն։ Այլ խնդիրը թե մենք ինչպես ենք շարունակելու այդ աշխատանքը եւ ինչ բանակցությունների արդյունքում ինչպիսի համալրումներ են կարողանալու ստանալ, այլ լուծումներ են կարողանալու ստանալ։ Սա լրիվ ուրիշ հարց է։ Ցավոք սրտի, երբ որ դու խոցելի ես որպես երկրի ղեկավար խոցելի ես, քո անձնախոցելի, դու խնդիր ունես վերարտադրվելու, դու պատրաստ ես ստորագրել ցանկացած թղթի տակ, միայն թե կարողանաս վերարտադրվես։ Դու չես բանակցում քո երկրի շահերից ելնելով։ Դու չես ասում ժողովուրդ ջան, այս ինչ բանի հետ ես համաձայն չեմ, որովհետև քեզ այդ թղթի կտոր ուղղակի պետքա վերարտադրվելու համար։ Երբ որ դու խոցելի չես, դու խնդիր չունես իշխանությունը պահելու, խնդիր չունես սատարում ստանալու, որպեսզի կարողանաս վերարտադրվես, դու գնում ես քո երկրի շահերից բանակցելու, դու հարցեր ես դնում, դու չես համաձայնվում, դու այլ տարբերակներ ես առաջարկում, այսինքն դու ավելի շատ լուֆտ ունես, դու ավելի շատ տեղ ունես խոսելու, բանակցելու, քան երբ որ դու հայտնվել ես Նիկոլ Փաշինյանի իրավիճակում, որտեղ քեզ ապրելու, շնչելու պես անհրաժեշտ է վերարտադրվել, որովհետև վերարտադրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը նվազագույնը, լավագույն տարբերակով են, ինչ որ մենք ենք առաջարկում, այն ինչի կողմնակից եմ ես, դու անցնելու ես դատական համակարգով, դու անցնելու ես արդարադատության համակարգով, իրա բարեփոխածի միջալուց արդարադատության բարը, որպեսզի զգա իր մաշկի վրա այդ պերճանքն ու թշվառությունը։ Դու պիտի պատասխանատվության ենթարկվես օրենքի տառին համապատասխան։ Դա անխուսափելի process է, բայց կարող է լինել նաև այլ տարբերակ։ Կարող են լինել ուժեր, որոնք այլ տարբերակ նախատեսեն, ես չգիտեմ ինչ է լինելու։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը պիտի օր ու գիշեր աղոթի, որ իշխանության գան նրանք, ովքեր որ ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Վերջին հարցը։ Դա ոչ մի լավ բան չի եղել 18 թվականից առ այսօր։ Երևի թե մեր հասարակության մեջ փոփոխություն տեղի ունեցավ, մենք դա շատ ահավոր ծանր գնով ենք, ես ամեն անգամ շատ ծանր եմ տանում դրա մասին, որ խոսում եմ, մենք պետականություն ունենալը հենց այնպես չի լինում։ Պետականություն ունենալու համար դու պիտի գին վճարես։ Մենք վճարել ենք, մենք
չենք գիտակցել պետականության կարևորությունը, մենք չենք գիտակցել մեր սուվերեն լինելու կարևորությունը, մեր ինքնիշխան լինելու կարևորությունը, այս աստիճանի չենք գիտակցել։ Մենք ամեն անգամ հույսներս դրել ենք ինչ որ մեկի վրա, ու ամենադժվար պահին այդ ինչ որ մեկը իր ձեռքը չի մեկնել, ինչ որ մեկը ասել է կներես ես զբաղված եմ։ Ու կապ չունի ում մասին է խոսքը, դա կարող լիներ ցանկացած մեկ այլ երկիր։ Ու մենք ահավոր գին ենք վճարել, ահավոր, մենք հայրենիքով ենք վճարել, մենք զոհերով, մարդկանցով ենք վճարել, մենք մի ամբողջ սերունդ ենք, իրանք նվիրաբերել են հանուն նրա, որ մենք պետականություն ունենանք։ Ես ամենակարևոր բանը, որ այսօր մեր հասարակության մոտ փոխվել է, դա ինչու է կարևոր եւ ինչու է պետք ունենալ պետություն, ինքնուրույն պետություն, ինքնիշխան պետություն, ինքնորոշված պետություն, եթե կուզեք։ Դա շատ կարևոր է։ Ինչու է կարևոր ունենալ լեգիտիմ իշխանություն։ Ինչու է կարևոր ունենալ ազգային պետություն, ունենալ ազգային կառավարություն, ազգային մտածողություն, ազգային կրթություն։ Ինչու է դա կարևոր։ Կարևոր է, որպեսզի ամեն թշվառ կամ ամեն դիկտատոր չգա ու չորոշի, որ իր վերարտադրվելու համար ինքը կարիք ունի ինչ որ մեկի հետ միանձնյա գնա բանակցի ու համաձայնություն գա, ջհանդամ թե այս երկիրը ոտի տակ չի գնա, ջհանդամ թե զոհեր չենք ունենալու։ Շատ կարևոր է, սա շատ դժվար է եղել, բայց ես կարծում եմ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը շատ ծանր գին վճարելով հասկացել է այս կամբանը եւ դա շատ կարևոր է։ Դա ընտրություններին ընդառաջ կարծում եմ իրանց ճիշտ ընտրելու հնարավորություն է տալու։ Մինչև հաղորդումը փակելը, սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք այս հաղորդումը դիտում եք YouTube-ի ալիքով, խնդրում եմ, եթե դժվար չի, բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք կամ մի հավանեք, փորձեք մեկնաբանել, համաձայն եք արդյոք օրինակ տիկին Նինա Կարապետյանցի տեսակետի հետ, դրանով դուք օգնած կլինեք մարզային հեռուստաընկերությանը եւ նաեւ գրեք, ում կուզեք տեսնել այս տաղավարում, ինչպես տեսնում եք, այստեղ բազմազանություն կա, կարծիքների բախում կա եւ օբյեկտիվորեն, ինչպես տիկին Կարապետյանցը նշեց, մենք այս կամ այն թևի լրատվամիջոցը չենք, մենք փորձում ենք պահպանել հավասարակշռությունը, իսկ այսօր իմ տաղավարում հյուրընկալել էինք Նինա Կարապետյանցին, նժար սահմանադրական շարժման առաջնորդ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ եւ առաջիկայում էլի պիտի հանդիպենք։ Այո։ Ձեզ բարի ընթացք։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։